Ժողովուրդ ջան, այսօր էֆիր մտա, որ կրկնեմ այն ինչ ասել եմ ուղիղ եթերներում, պրամու էֆիրներում, որտեվ երկու անգամ ասել եմ, դուք կրկին հարցնում եք, դա համար որոշեցի կարճ մի հատ վիդեո գցեմ դրա մասին, որ մնա, դուք երբ ուզում եք բացեք նայեք, պրամու էֆիրում չասեմ։ Ժողովուրդ ջան, ես հիվանդությունների համար եմ ասել, այն հիվանդությունները, որ հաճախ է լինում մարդկանց մոտ, օրինակ, ասել եմ, գիտեք ինչ եմ ասել եմ, օգտվեք հին դեղերից, որոնք էժան են, էժանության համար իրենց չեն կեղծում, նոր դեղերը, այդ նույն հին դեղերն են, պարզապես վրան աբալուչկա են, մի հատ տարբեգունի աբալուչկա են արել, այդ աբալուչկաները, և ավելի խտացեն, պլոտնի են այդ դեղերը, և աբալուչկա են արել, այդ աբալուչկաները մեծ մասամբ պաբուչնո էֆեկտների համար են, պաբուչնո էֆեկտ ունենաք, որ մի հատ դեղ խմեք, որ պաբուչնո էֆեկտը չազդի ձեր վրա այդ դեղ պաբուչնո էֆեկտը, դրա համար եմ ասում, հին դեղերից օգտվեք, հետո թանկ դեղերը կեղծում են, հին դեղերը չեն կեղծում, այդ եմ ես ասել, հա, և ասենք, ես բժիշկ չեմ, իրանք չունեմ ասել, այդպիսի բաներ, բայց փորձ ունեմ, նայել եմ ինտերնետում, ինչա պարունակում, հիմա ինչ կասեմ, ես ինչա պարունակում, որը վնասակար չի, և ես փորձել եմ մարդկանց վրա, բոլորը ասել են, որ լավ ազդում է, հիմա, առաջինը ասում եմ, ամենաշատ մեր մոտ ինչ կա, այդ մարդիկ են, որոնք ունեն շաքարի համար, դուք ձեզ բոլորին դեղ են տալիս, մեծ մասամբ արտասահմանից են բերում, որ ավելի լավ որակի դեղեր լինի, բայց կան, որ մեր մոտ անվճար տալիս են այդ դեղերից են օգտվում, ես ձեզ ասում եմ, այդ դեղերից մի օգտվեք, պարզապես կոֆեի բաժակի առավոտյան, երբ սոված եք, կոֆեի բաժակի մեջ մածուն լցրեք և մի քթալ դիսերտի կամ ճաշի, մի քթալ ոչ վերևով էլի, գորկա չէ լինի, նորմալ, ճաշի քթալ աղացած կտավատի սերմ գցեք, խանութները վաճառում են, կտավատի աղացած պարտադիր, որտև կտավատի սերմը չի մարսվում, ոնց մտնում օրգանիզմդ, այդպես դուրս է գալի, դրա համար ասում եմ, աղացած կտավատի սերմ, լցնում եք այդ մի սուրճի բաժակի մածունի մեջ լցնում եք, խառնում եք ու խմում եք, միաժամանակ հետո արդեն ինչ ուզում եք ուտում եք, մի կես ժամ հետո ինչ ուզում ուտում եք, այդ ձեզ կպահի ձեր այրունը, ձեր շաքարը ցածր, այդ դեղի կարիքը չեք զգա, բայց նայեք ովքեր տարիքային շաքար ունեն, այն երեխաները, այն մարդիկ, այն երեխաները, որոնք ծնվել են շաքարով, բարձր շաքարով, կան այդպիսի երեխաներ, ես չգիտեմ ինչու է տենց լինում, թութու մտերիմներ չունեմ, դրա համար չեմ խորացել, չեմ կարդացել ոչ մի բան, ուրեմն այդ երեխաների օրգանիզմը ինսուլին չի արտադրում, այդ երեխաներին իմ ասածս չի օգնի, իսկ մեծահասակներին, որոնց օրգանիզմը արտադրել է ինսուլին, պարզապես երբ մեծացել են, վատ որակի ինսուլին արտադրում է, բայց վատ որակի, որը իրեն խնդիրը չի կատարում, դրա համար խմում եք այդ մածունը կտավատի սերմի հետ, մածունը կտավատի սերմի հետ խմում եք և դառնում է ինսուլինը, ձեր օրգանիզմի արտադրած վատ որակի ինսուլինը լավ որակի, ուրիշ ոչ մի բան այդտեղ չկա, էլի եմ ասում, այն երեխաները, ովքեր ի ծնե շաքար ունեն, դրանց չի օգնի, օգնի մեծահասակներին, ոնց են ասում, ձեկ բերված շաքարախտ, ոչ թե ի ծնե,
Այդ դրանց կօգնի։ Լավ, այդ օգնում առավոտյան խմեք, կտեսնեք, որ դուք այդ դեղերի կարիքը չեք զգա։ Հիմա ես ինչ եմ ասել։ Ես ասել եմ հազի դեմ խմեք բիսիպտոլ 2 հապ առավոտյան, մի հապ երեկոյան, կամ էլ բրատեքսին մի հապ առավոտյան, մի հապ ցերեկը, մի հապ երեկոյան։ Այդ հին դեղերն են, կոպեկներ արժեն, եւ բիսիպտոլը, եւ բրատեքսինը, տաքության համար։ Խմեք պարացետամոլ, մի հապ կամ 2 հապ։ Այն թեյերը, ինչ է, տերաֆլուբան, ինչ մի հատ կար, կոլգետ, թե ինչ, в общем, այդ թեյերը, այդտեղ պարացետամոլը կա մանրացրած, կանցտրատի հետ, ապելսինովի բանի հետ, կամ լիմոնի աղի հետ խառնած, մանրացրած, լցրած, ուզում եք կարդացեք վրան, ընդհանրապես տաքության դեմ այդ դեղերը վեցրեք, հանգանոց կարդացեք, действующий препарат, գործող նյութը պարացետամոլ է գրած։ Վրան ինչ-որ տարբեր ձևի աբալոչկաներ են սարքել։ Լավ, եթե անգինա ունեք, կոկորդն է ցավում, կներեք, մեր այն հին ալբուցի տվեցրեք, դրանից ավելի լավ դեղ չկա, մեր հին ալբուցի տվեցրեք։ Եթե ատամացավում, չգիտեմ, գլուխացավում, բան, հին դեղերը վեցրեք, մեր բար ալգին, անալգին, ասել եմ, որը վերջանում է գին վերջավորություն ունի, այ դա վեցրեք։ Всё, ես էդ եմ ասել։ Գիտեք, իսկ մեկ էլ շատ տարածված է երևանյան հիվանդությունը, դա կա մի դեղ, որը ձեզ գրում են, տալիս են, շատ ահավոր է, շատ վատ հիվանդություն է, չգիտեմ, պետք է այդ երեխաներին, որոնք ծնվել են տենց գենը, պետք է պարզապես լավ նայել, ծով տանել, լավ սնել, լավ սնվեն, լավ ապրեն, որ քիչ լինի այդ պրիստուպները, որտեվ լինում է տենց կյանքում տենց հատված, որ իրենք ամեն օր են ցավեր ունենում, լինում է այդպես, որ ամիսը մեկ, լինում է, որ կես տարի չի լինում, հետո մի ամիս ամեն օր է լինում, լինում է, որ 7 տարի չի լինում, հետո սկսվում է շատ ուժեղ ցավեր է, որովայինին, եթե որովայինն է ցավում, այդ ահավոր է։ Դա մեր երեխաներին պարզապես լավ է պետք պահել։ Ես շատ եմ լսել, որ աղջիկները չեն ասում, որ իրանք երևանյան հիվանդություն ունեն, հետո ամուսնանում են, դրա պատճառով ամուսնալուծվում են կամ խնդիրներ ունենում, Ժողովուրդ ջան, ես այդ հարցերով ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Դուք եք, ձեր շուստրությունը, կարող եք արեք, չեք կարող մի արեք, կարող եք ասեք, հասկացեք, կարող է ձեր երեխան ունենա, կարող է չունենա, եթե ամուսինը մյուսը երևանյան հիվանդություն չունի, 25% է վերայատնստը, որ ձեր երեխան կունենա այդ հիվանդությունը, 25%, որ այդքան է բարձր չի։ Ժողովուրդ ջան, ես շատ եմ հանդիպել, ինձ ասեն ինչ ան, ես ասելու բան չունեմ, դուք եթե կարաք, ստեք, խաբեք, ջնջիգերանեք, հարուսացնեք, ձեր երջանկությունն է։ Եթե այդքան չկաք, կներեք, գլուխը կախեք լինելու, գլուխը կախի գլխին նստում են, ես բան ձեզ չեմ կարող ասեմ, բոլորին ցանկանում եմ երջանկություն, առողջություն։ Բարի